Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Սկսենք այլ լրագրողներից, ովքեր նախորդ անգամ հարցի հնարավորություն չունեցան, Մեդիահաբ Պարոն Փաշինյան, կառավարության նոր կազմն արդեն որոշել եք, սպասենք նոր պաշտոնանկությունների ու գործադիրում փոփոխությունների սպասենք։ Մեծ փոփոխություններ չեն լինի։ Որոշել եք։ Այո։ Ոչ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։ Շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ, այս ընտրություններն ուղեկցվեցին ընտրակաշառքների մասին բազմաթիվ բացահայտումներով ու դրսից պարտադրված մարդկանց բերելու քվեարկելու համար տեղեկություններով հետաքրքիր է կա պատկերացում կամ մեխանիզմ պատկերացնելու համար, թե դա որքանով է ազդել ընտրության արդյունքների վրա ու նաև դա հարուցեց այդ երևույթները հանրության շրջանում քննարկումներ հարուցեցին, թե որքանով է ճիշտ, որ Հայաստանում չապրողները գան Հայաստանում ապրողների ապագան որոշեն, հետաքրքիր է այդ առումով դուք ինչ եք կարծում օրենքների փոփոխության կարիք կա թե չկա ու նաև վարչական ռեսուրսի հետ կապված էլ մի հարց, ընդդիմությունը շարունակ խոսում է այն մասին, որ դա չարաշահվել է, կիրառվել է եւ այլն։ Դուք էլ ձեր թիմի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ բազմաթիվ անգամ ասել եք, որ նման հանձնարարական չի եղել, բայց հետաքրքիր է կա ուսումնասիրություն, թե տեղերում ինչպիսի ինքնագործունեություն է եղել, ինչքան այդպիսի դեպքեր կա։ Շնորհակալ։ Դեք ինչ որ ասում եք, իրապահ մարմինների եւ համապատասխան մարմինների քննության հարց է։ Մենք էլ իհարկե ականջալուր կլինենք եւ տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Իհարկե այդպիսի վիճակագրություն էլ չկա, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանում եղել է երբևէ որևէ նախընտրական process կամ քաղաքական process, որտեղ, ասենք, օրինակ հանրապետության գործող ղեկավարը կամ հնարավորապես որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել եւ ավելի շատ ելույթ է ունեցել եւ ավելի շատ մարդկանց հետ է շփվել։ Այսինքն, եթե վարչական ռեսուրսի վրա ընդհանրապես հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ինչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, այդքան գնալ եւ այդքան իմ հույսը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա հետ երկխոսությունը ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Ինչ վերաբերվում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը, ես վստահ եմ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Եվ ես ուզում եմ ասել նաեւ, որ այստեղ տեղի ունեցածի մեջ նաեւ դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետեւ նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Եվ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչի է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պատտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Եվ այս հարցերի պատասխանները ստանալու են։ Օրենսդրական փոփոխությունները հանրային պահանջ կա, ակնհայտ է, որ սահմանվի բնակության ցես քվեարկությանը մասնակցելու համար եւ կարծում եմ, որ պետք է ինչ որ արձագանք տանք այդ հանրային պահանջին։ Հաջորդ հարցը Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, այսօր կառավարությունը ընդունեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի երկրորդ աջակցության ծրագիրը։ Ինձ հետաքրքիր է, այս պահի դրությամբ մենք ինվենտարիզացիա ունենք, հաշվարկներ արել ենք, ինչ գումարի ապրանք է այս պահին ընկել արդեն սահմանափակումների տակ Ռուսաստանի արտահանման մասով։ Եվ այստեղ այս ամբիոնից պարոն Պապոյանը խոսելով ծաղկի սահմանափակումների մասին Ռուսաստան արտահանման ասաց, որ Ռոսելխոզնadzորը ինսպեկցիա անում որոշ ձեռնարկություններում։ Ունենք արդեն արդյունքները այդ մասով, ինչ է արվել եւ ընդհանրապես կառավարությունը այդ սահմանափակումների վերացման մասով ինչ է արել, ինչ աշխատանքներ, միգուցե արդեն ունենք որոշակի արդյունքներ։ Շնորհակալություն։ Մենք գիտենք, որ ունենք անսահմանափակ շուկա եւ մեզ պետք է էականորեն ավելացնել արտադրության ծավալները, որ մեզ հասանելի շուկաներում կարողանանք մեր ապրանքները իրացնել։
Մնացած աշխատանքային հարցերն ընդհանրապես կքննարկվեն։ Մենք ունենք ապրանքային դեֆիցիտ արտահանումը ապահովելու համար։ Շատ մեծ դեֆիցիտ ունենք, շատ մեծ դեֆիցիտ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Պարոն վարչապետ, հապկից արձագանքներ են գալիս, որ Հայաստանը իր անդամավճարները չի վճարում եւ դա պետք կունենա իր հետևանքները, եթե ասում են շարունակվի, միտումը շարունակվի, ապա կարող է հարց տվել նաեւ Հայաստանին հեռացնել հապկից։ Պարոն վարչապետ, արդյոք այդպիսի ընդհանրակարգ գոյություն եւ կարող է այդպիսի հարց առաջանալ եւ ԵԱՏՄ-ի մասով Սերգեյ Լավրովն է արձագանքել, նշելով, որ այս պահին Եվրասիական տնտեսական միության անդամ է Հայաստանը շարունակում մնալ, սակայն նա քանի որ Հայաստանը արդեն ԵՄ-ի միանալու մասին օրենք է ընդունել, ուստի հարցը հրատապ է եւ պետք է արագ լուծվի։ Պարոն վարչապետ, արդյոք դուք խոսել եք ձեր գործընկերների հետ ու արագ լուծում ասելով ինչ նկատի ունեն կամ դուք ինչ արագ լուծումներ եք տեսնում այս հարցում։ Հապկի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել, ես գիտեմ, որ հապկից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ ԵԱՏՄ-ի մասով էլ նախկինում բազմիցս մեկնաբանել եմ, նոր բան ասելու չկա։ Պարոն Փաշինյան, ընտրությունների օրը գիշերը ժամը 2-3-ի կողմերն էր, ես 4-3 ընտրատեղամասում էի Արաբկիրի, քվյատուփի մեջ ծրարների մի մասը չէր բացվել, մեկ էլ տեսնեմ դուք ասուլիս եք տալիս ու ասում եք ժողովուրդ ջան, ես պատմական հաղթանակ եմ տարել, այդ ընտրատեղամասում 1286 ընտրող մասնակցել էր քվեարկությանը, եւս 99 մասնակցել են գոսպիտալի զինվորները, այսինքն ընդհանուր առմամբ 1385 ընտրողի ձայն հաշվի չէր առնվել։ Մի բան մտածեցի, ասի, եթե դուք զոհված զինվորների թիվը պլյուս մինուսով եք ասում, երբ մտածել եք, դե մի պլյուս մինուս 2000 ընտրող այս կողմ են կողմ, էական նշանակություն չի ունենա ձայների վրա, ու այդպես հաշվարկել եք, որ դե 2000 այս կողմ են կողմ կլինի, բայց դա համատարած էր, միայն այդ ընտրատեղամասում չէր, ավելի ուշ պարզվեց, որ թիվ 8 ընտրատարածքի բազմաթիվ ընտրատեղամասերում նույնպես ձայների հաշվարկը չէր ավարտվել։ Հիմա հարց, եթե օրինակ 2025-ի բյուջե, 26-ի բյուջե մոտ 500 միլիոն դրամ մենք հատկացրել ենք ԿԸՀ-ին։ Եթե այդ կառույցը ոչ մի բան չի անելու, դուք եք ամեն հարցի պատասխանը տալիս եւ դուք եք որոշում։ Ինչի ենք մենք ֆիկտիվնի այդ կառույցներին պահում։ Նույնն էր իրավապահ համակարգին, երբ որ ամբողջ քարոզարշավի ընթացքում դուք որոշում եք ում բռնել, ում չբռնել եւ այլն, ինչ իմաստ ունի, չարժի արդյոք էկոնոմի անել 500 միլիոնը եւ դուք ամեն ինչ որոշեք եւ հաջորդ կարևոր ճշտումը, որ ուզում եմ անել, դուք ասել եք, որ եթե սահմանադրական մեծամասնություն չձևավորենք, կլինի աղետալի պատերազմ սեպտեմբերին։ Հիմա հարց 3 ամսից իսկապես պատերազմ լինելու է, թե չէ, դուք գիտեք այդ հարցի պատասխանը, եթե լինելու է, աչք փակվի այս ամբողջ բաների վրա, բոլորի ձայնը միանգամից 0 դարձնենք, որպեսզի չլինի պատերազմ։ Շնորհակալություն։ Բարեբախտաբար ընտրությունները տեղի ունեցել ոչ միայն այն տաղամասում, որտեղ դուք եք գտնվում, ամբողջ աշխարհում, ժողովրդավարական երկրներում հատկապես, դա սովորական պրակտիկա է, որովհետև կան հարցումներ, կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար կշիռներ եւ ի վերջո կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքները ամփոփված են եւ կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոս։ Մենք հենց իջնելու էլի տեղ ունենք, որպեսզի էլի ունենք, որպեսզի հաղթենք, որպեսզի արձանագրենք, որ միանշանակ ընտրությունները հաղթել ենք եւ ցանկացած ժողովրդավարական երկրում նման հայտարարություններ դուք կտեսնեք եւ ոչ մի տեղ չեք լսի հարցեր, թե բա ինչի համար է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա համար է, որ իր արդյունքներով կամ հաստատի կամ հերքի քաղաքական գործիչների արած հայտարարությունները։ Պատերազմի քանի մենք խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հայկական ժամանակ։ Պարոն վարչապետ, քանի որ քաղաքացիական պայմանագիրը այնուամենայնիվ սահմանադրական մեծամասնություն չստացավ, հիմա սահմանադրությունը փոխելու հարցը դուրս է գալիս օրակարգից, թե այլ տարբերակներ կան հանրաքվե անցկացնելու։ Մենք կդիտարկենք, կքննարկենք իրավիճակը եւ կգանք հետեւություն լինի։ Հաջորդ հարցը։
Շնորհակալություն, պարոն վարչապետ, սահմանադրությունը փոխելու հետ կապված արդյոք իշխանությունը դիտարկում է ստորագրահավաքով դա կազմակերպել, եթե չեմ սխալվում 300,000 ստորագրության դեպքում կարելի է հարցը դնել հանրաքվեի եւ դուք ընդդիմադիրների հետ կապված նշել էիք, որ փետրվար ամսին նշել էիք, որ ընտրություններից հետո նրանց էջը փակված է լինելու քրի օլիգարխիկ գնահատականն էիք տալիս նախկին նախագահները քաղաքականությամբ չեն զբաղվել, փաստորեն սա էլ չկարողացաք անել, ինչպես կմեկնաբանեք։ Ո՞վ ասում չկարողացանք։ Ես թույլ տվեք պատասխանատու ասեմ, որ այդ էջը փակված է։ Սասունցի Դավիթ Տեպոսը հիշում եք, որ Սասունցի Դավիթ Տեպոսը հիշում եք, որ ասում է հələ մի հատ քեզ թափտու։ Որ մի հատ իրենց թափտան մեծ կտորական ժնա մնան եւ արդեն մնացել է։ Ինչ անենք։ Բանի նման, ասենք, ցանկացած հանգուցյալ ունի տապանակար։ Շնորհակալություն Արմատ։ Պարոն Փաշինյան, այստեղ ճեպազրույցներից մի քանիսի ժամանակ դուք դիմել եք լրագրողներին, ասացիք, եթե դուք չընտրվեք, մեր ծնոտները լրագրողների ծնոտները գուցե չեն պոկվի, բայց գործածուր կդառնան։ Ձեր դեռ ընտրությունները երկրորդ անգամ չընտրվելուց առաջ, երրորդ անգամ, բայց ձեր կառավարության ժամանակ ձեր ազգային անվտանգության ծառայությունը եւ ձեր քննչական կոմիտեն քաղաքական մոտիվներով մտել են Արմատ մեդիա, կապարակնքել են դռները, միջայտ արգրավել տեխնիկան, մեր համակարգիչները, աշխատակիցների անձնական հեռախոսները, ստացվում է ձեր ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից 2 օր առաջ մեդիային փակել են, դարձրել եք գործազուրկ, ինչ կասեք այս մասին։ Ես ինչպես նախկինում ասացի, բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչի մասին եք խոսում, դուք Արմատ մեդիայից եք։ Համեն դեպս ուրախ եմ, որ ողջ առողջ եք եւ ինձ հարց եք տալիս, այդ նշանակում է, որ այդքան էլ փակված չեք։ Բա ոնց են ձեզ թողե մտնեք այս շենք։ Եթե տենց միտումելներ կասեն, դուք ընդհանրապես չկաք, ինչ եք, իրավունք չունեք մտնեք այս տարածքում։ Ուրեմն եթե արվել է գործողություն, ուրեմն դրա իրավական հիմքը եղել է, որովհետև նաև այդ թվում մենք այսօր հիբրիդային սպառնալիքների հետ ենք առնչվում եւ ֆեյքերի ֆաբրիկաներ կան Հայաստանի Հանրապետությունում եւ իրավապահները պարտավոր են այդ թվում ֆեյքերի ֆաբրիկաները հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր մեծ մեղադրում են ընտրակաշառք բաժանելու եւ հավաքների ընդհանրապես շահագրգռել մեծ խմբակցություն ամեն դեպքում քվեարկության օրն էլ ինձ հարցրեցին, անկեղծ ասեմ, չեմ հասցրել նույնիսկ տեղեկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ոչ, չեմ տեղեկացել։ Չեմ տեղեկացել։ Եվրոմեդիա եւ հաջորդ հարցը։ Այդ ձեր շարժուձևը արդեն իսկ դրա մասին է, որ ժողովրդավարության բաստիոնը։ Որտեւ ինչ որ էս էլ է ժողովրդավարության բաստիոն, որ այդ ամեն ինչ որ ասում եք, հենց դրա մասին է։ Ինչի ոչ ժողովուրդ, էս էլ է դրա վկայություն, էս էլ է դրա մասին, էս էլ է դրա մասին, էս էլ է դրա մասին, էս էլ է դրա մասին։ Չի այն ժամ համեցեք։ Պարոն Փաշինյան, հարցասելի ընտրությունների արդյունքներին է վերաբերվում փաստորեն վերաշվարկի արդյունքում այն դեպքում այս պայծրությամբ կարծես պատկերը փոխվում, ինչպես հայտնում են, Բարգավաճ Հայաստանը կարծես մտնում է խորհրդարան։ Հիմա այս ամենից դատելով կարող ենք եզրակացնել եւ ընդունում եք, որ ամեն դեպքում այնպիսի խախտումներ կամ ինչպես կուզեք թերություններ են, հա, եղել, որի արդյունքում մի խոշոր ուժ, հա, որ պետք է մտներ խորհրդարան, չի մտնում, սա փաստումը տեղ ունեցած կամ թերացում է կամ խախտումների մասին, տեղեկություններ մամուլում հրապարակվեց, նաև ձեր նախկին թիմակից, այսպես հարցազրույցի հետ ասաց, որ դուք ընտրություններից առաջ փորձել եք ընդդիմադիրներին, այսպես առաջարկ ներկայացնել գործարքի գնան, կա նման բան թե ոչ, ինչպես կմեկնաբանեք, եղել է առաջարկ թե ոչ, եւ մի հարց էլ տեղեկություն կա, որ ընտրություններից հետո ձեր առաջին այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն, սրա հետ կապված ինչ որ պայմանավորվածություն կա, թե ոչ, եթե այո, ինչ օրակարգով։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով, Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։
Այսինքն Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո բարձվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Այսինքն ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրանց տնեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրանց տնեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ, չէ, բաժնե մասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, դերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Նրանք խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ իրեկուժը ընտրությունների խորհրդան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Իրանք կարող են արտահայտվել այդ առումով, բայց ելի եմ ասում, նրանք չեն ստացել, նրանք չեն անցել շեմը, նրանք անցել են փողի շեմը։ Եվ ելի եմ ասում, մեր դատաիրավական համակարգը պետք է պատասխան տա։ Եվ ես չեմ պատկերացնում, այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք միջև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Սա շատ հստակ է։ Որևէ մեկը, որ բռնվել է 2031 թվականի ընտրությունների անպաշտոնական ամփոփման օրը պետք է լինի բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, որովհետև պետք է պատասխան տան։ Ինչ է նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որը մեկ ուզում ասի, որը մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել է արդարացրել է։ Էս ինչ ընդհանրապես ձև է։ Շնորհակալություն հարցի։ Բայց ձրի է արել, թող ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Այո, կոռումպացվածները ցանկացած հարց այսօր կարան լուծեն դատական համակարգում, ցանկացած հարց։ Պարոն վարչապետ, Ռուսաստանայցի մասով պատասխանել եք ընտրությունների գիշերը։ Այցերը կնայենք ըստ պլանի կառաջարկենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը լավարեք։ Պարոն Փաշինյան, երևի շարունակեմ այն հարցը, որը տվեցի։ Պարոն Փաշինյան, ստացվում է, որ դուք այստեղ վարչապետի պաշտոն ունենալով հրահանգ եք տալիս ուղիղ դատավորներին։ Օրինակ, տասնյակներով բանտում պահել Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Քոչարյանին, սա ուղղակի ճնշում չէ արդյոք դատական համակարգի վրա, դատավորների վրա, կամ ասում եք ընտրակաշառք տվողները պետք է մնան բանտում։ Ինչու եք խախտում կամ հստակ ասում եք ընտրակաշառք տվողներ։ Նրանք ենթադրյալ կաշառք տվողներ են, մարդկանց անմեղության կանխավարկած գոյություն ունի եւ շատ հնարավոր է, որ օրինակ երբ դատաքննություն ավարտվի, այդ մարդիկ արդարացվել անմեղ ճանաչվեն, այդ դեպքում նրանցից դուք պատրաստ եք ներողություն խնդրել եւ այսպես ուղիղ դատավորներին հրահանգել, որ պետք է անցկացնեն բանտում։ Գուցե նաև գնում են խափանման միջոց, օրինակ տալիս են տնային կալանքը, ինչի այդ բանտային կալանքը։ Այս հարցին կցանկանայի պատասխանել եւ պատասխանեիք եւ այս օրերին կարող եք թվով նշել այն ապրանքները, որոնք Ռուսաստան չեն ներկրվել, մերժվել են, դրանց թիվը ինչքան են
եւ որ երկրներ են կոնկրետ դրանք արտահանվել, օրինակ ասում եք ծաղիկը պետք է մերձ Բալթյան երկրներ արտահանվեն, բայց մենք տեսանք, որ Սիթիումը, Երևան Սիթիում է վաճառվում, Ելակնայժան վաճառվում, այս մասով ինձ թվում է մեր բազմաթիվ հայրենակիցներ կուզեն լսել պատասխանը։ Իսկ բազմաթիվ հայրենակիցներ ուրախ են, որ էժան ծաղիկը էժանացել է եւ Հայաստանի ծաղիկը հասանելիություն է ստացել աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի պլատֆորմին Նիդերլանդներում, այսինքն որ ծաղիկ արտադրողը տեղ հասանելիություն ունի, ինքն գելա ծաղկային դրախտ եւ Նիդերլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր ձևերով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները այդ շուկային եւ պլատֆորմին հասանելիություն ստանան եւ ես առաջին հարցի վերաբերյալ ես ասում եմ որպես ժողովրդի հետ լայնորեն շփված մարդ եւ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ հանրության համբերությունը արդեն էլ տեղ ու սահման չունի որովհետեւ պետք կլինի այդել կանենք այդ դատական համակարգ հետ տերովին տերնատարել անտերին գելը այդ ես չեմ թույլ տալու տենց բան չեմ թույլ տալու ես ասում եմ թող բոլորը իրենց հաշիվ տան ինչով են զբաղված պատաժ բոլոր կաշառակեր դատավորները հատ բռնվելու են եւ դատվելու են անունները ըստ քրեական գործերի կհրապարակվեն երբ որ լինեն տենց գործեր Շնորհակալություն հարցի համար հաջորդ հարցը Վահե Մակարյան Շնորհակալություն հարգելի հրապարակ ես ոչ եմ դա վերածել երկուսության Շնորհակալություն Վահե Մակարյան Չեք հավատա, բայց եկել եմ ասեմ շնորհավոր, բայց Պուտինի անունից իր փոխարեն, որովհետև բոլոր երկրների ղեկավարները շնորհավորեցին, Պուտինը չշնորհավորեց։ Սա ինչով է բացատրում, արդյոք հայ-ռուսական այս նախընտրական շրջանում առաջացած լարվածությունն է առիթը եւ արդյոք սպասում եք Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին եւ այս կոնտեքստում շատերի կարծիքով չնայած լարվածությանը, բայց Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը շատ մեծ լավություն արեց ձեզ, այսպես հակառուսական տրամադրություններ գեներացնելով, որպեսզի ձեր ընտրողները կամ նրանք, որոնք այդքան էլ հակված չեն ձեզ ընտրել, Ռուսաստանի ահից եւ ռուսի լծի տակից դուրս գալու այսպես զայրույթից բորբոքված գնան եւ ձեզ ձայն տան որ դուրս գան ռուսական լծից արդյոք մենք ռուսական լծի տակ ենք եւ հիմա դուրս գալու ենք թե ոչ մեկ էլ մանդատների հետ կապված հիմա եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները դուք ասացիք շատ լավ կլինի բայց երեք Ալեն Սիմոնյանը կարծես համոզում էր որ եկեք նստեք աշխատենք նույնիսկ կարծեմ փոխխոսնակի պաշտոներ խոստանում եւ այլն հիմա պետք է վերցնեն ըստ մանդատները ձեր գնահատմամբ կաշառքով ձեռք բերած մանդատները թե չպետք է վերցնեն եւ եթե չեն վերցնում արդյոք դուք դիմեք սահմանադրական դատարան որովհետեւ այդպիսի խոսակցություն էլ կար ՍԴ կամ այլ գործընթացների որպեսզի այդ մանդատները հասնեն այլ քաղաքական ուժերի, օրինակ մյուս 3-րդ, 4-րդ, 5-րդ ուժերի, որոնք այդ մանդատին չեն արժանացել ու մի բան էլ սենց էս լարված էս ձեր բաների հետ կապած թվում էր թե այս լարված շրջանը որ անցնի դուք պետք է հանրային համերաշխության գնաք բայց էլ ավելի խիստ ու ագրեսիվ տոնով եք սպառնում բոլորին նստեցնել էլի հրահանգ եք տալիս գործընկերներից ասացին ի վերջո մենք հանրային համերաշխություն ունենալու ենք հասկացանք լրագրողներին սպառնում են ինձ ամեն օր սպառնում են պատգամավորներին սպառնում են քաղաքական գործիչներին սպառնում են հասկացանք Ձեզ չի որ ձեզ սպառնում են Հələ նամակներս անեմ ցույց տամ Ինչ վերաբերվում է դուք համոզված եմ կամ համոզված չեմ լավ Հանրապետության հրապարակի մեր ամփոփիչ հարավակում եղել եք եւ իմ ելույթը լսել եք կամ եթե չեք եղել կամ եթե չեք լսել լսեք կամ եթե չեք ուզում լսեք հարցրեք ինչ որ այնտեղ ասել եմ այդ հանրային համերաշխությունը այսինքն ընտրություններն ավարտվեցին մոռացանք ինչ ենք ասել ոչ չմոռացանք եւ հանրային համերաշխությունը հնարավոր է միայն այդ երրագլուխին Հայաստանից արմատախիլ անելու ձևով եւ մենք մարդասպան չենք որ տանք սպանենք մենք պետություն ենք եւ ասել են որ պետությունը մնալու է կոկորտներին եւ պետությունը պետքա մնա կոկորտներին Եվ դա տեղի ունենալու։ Ինչ վերաբերվում է իրենց մանդատ վերցնել չվերցնելու հարցին, սկզբունքորեն իրանք մանդատ չունեն որ վերցնեն։ Ամենացած իրենց որոշման դաշտն է։ Եթե ասում եմ, եթե որոշեն չվերցնեն, գոնե այդքանով ազնիվ կլինեն, որ կունենանք մաքուր լեգիտիմ խորհրդարան։ Դե չէ գալու են իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ։ Ինչի պետք է ազդի։
խորհրդանի գործունեության համար անհրաժեշտ է մի բան, քվորում, ուրիշ բան անհրաժեշտ չի։ Պուտինի մասով դե հա ինչ չի շնորհավորել, հույս ունենանք շնորհավորել։ Շնորհակալ եմ աջակցության համար, եթե աջակցել։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցը ազատություն։ Մեկ հարց։ Պարոն վարչապետ, նախ դուք ասացիք Ռուսաստան այցը ըստ պլանի, հայտարարել եք, որ ընտրություններից 2 շաբաթ կամ հունիսի կեսերին արդեն ապրիլին պայմանավորվել եք այդ հանդիպման մասին, սա այս հանդիպումը ուժի մեջ է, թե ոչ, հապկի հետ կապված դուք ասացիք ի գիտություն կընդունեք այն հնարավոր սցենարը, որը կարող է այնտեղ որոշվել։ Ես ուզում եմ ճշտել, Հայաստանը շարունակելու է չվճարել այդ անդամավճարները, այսինքն առնվազն այս փուլում իրենք դրա հետ կապված խնդիր ունեն եւ համարում են, որ այդ ընդհանուր բյուջեի նկատմամբ պարտավորությունները Հայաստանը չի կատարում։ Հայաստանը շարունակելու է այս դիրքորոշումը պահել, թե հնարավոր է վերանայեք եւ սկսեք վճարել։ Ուզում եմ հարցնել նաեւ ներքաղաքական կառավարության կազմի հետ կապված, ասացիք մեծ փոփոխություններ ստեյության չեն լինի։ Փոքր փոփոխությունների մասով կարող եք ինչ-որ բաներ հանրայնացնել, օրինակ կառավարության կազմում կարող են լինել, չգիտեմ, ընդդիմախոսներ, ձեր ինչ-որ պաշտոններ զբաղեցնեն կամ անկուսակցականների շարքերը մեծանան, նոր ներգրավումներ լինեն, կարող եք ինչ-որ կոնկրետ բաներ կան, որ այս բանին կարող եք հանրայնացնել։ Ոչ, բայց ես լավ չեմ հասկանում, կառավարության կազմում կարող են լինել ընդդիմախոսներ։ Այսինքն կառավարության կազմում չկա քննարկում չկա, որովհետև ինչպես եւ ասել եմ, քաղաքական իրադրությունը ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայնակ կարող է ձևավորել կառավարություն եւ կձևավորի կառավարություն։ Եթե կլինեն համագործակցության ոչ մի առաջարկից, մենք չենք հրաժարվի, բայց համագործակցությունը նախարար նշանակելը չի, կամ առնվազն միայն նախարար նշանակելը չի, կամ որևէ պաշտոնի նշանակելը չի, բայց որևէ մենք երբեք համագործակցությունից սկզբունքների կիսող ուժերի հետ չենք հրաժարվել, բայց ձևաչափերը այս բանը տենց քննարկում գոնե չկա, ես չեմ ուզում խոսել բաների մասին, որը չկա, բայց հիմա եթե կարող է ինչ-որ առաջարկ լինի, այդ ճիշտ ոչ թե առաջարկ, այլ նախագիծ լինի, որ առաջարկվի իրար հետ անել եւ դա հետաքրքրություն առաջացնի, անենք։ Նկատի ունեմ, չեմ բացառում ոչ մի բան, բայց չկա նման բանի նախադրյալ այս պահին չկա։ Բայց մենք ընդհանրապես անկախ նայած կառավարությունը նշանակված է, նշանակված չի, համագործակցությունից չենք հրաժարվի։ Ինչ վերաբերվում է այցերի հետ կապված եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ։ Երբ որ հրավեր կլինի, կգնամ։ Այսինքն չեմ մերժի հրավերը, այդ հաստատ։ Հապկի մասով ոչ, չենք պատրաստվում որևէ բան փոխել։ Սա նշանակում է, որ դες չի մտահոգում եք հնարավոր Այո, դա է նշանակում։ Հայաստանի կերասան։ Այո, դա է նշանակում։ Այդպես չի եղել։ Տելեգրամյան Հա ոչինչ, բայց ինձ չի մտահոգում։ Ամեն դեպքում հայտարարությունը այդպես չի եղել։ Բայց ինձ մեկը չի մտահոգում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը շատ։ Պարոն վարչապետ, մի քանի անգամ նշել եք, որ նոր սահմանադրություն ունենալը Հայաստանի ներքին գործն է եւ օրեր առաջ կրկին Բաքվից նման թեզեր հնչեցին։ Այդուհանդերձ այդ գործընթացի ձգձգումը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ խաղաղության վերջնական պայմանագրի այդ ստորագրման վրա կամ սահմանազատման ընթացքի։ Շնորհակալություն։ Սահմանազատման ընթացքի հետ կապված ամբողջ իրավական process-ները ամփոփված են եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք թրիփ ճանապարհի իրագործման վրա։ Ուրեմն, այսինքն խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկը այն է, որ թրիփ ճանապարհը երկաթուղին, ճանապարհը գազամուղ, եթե լինի գազամուղ եւ նավթամուղ։ Այսինքն ես հստակ գիտեմ 3 բան, որ լինելու է. երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր։ Այս 3-ը վստահ եմ, որ լինելու է 100%-ով։ Այն երկուսը ինչի վստահ չեմ, որովհետև ռեսուրսների կենտրոնացման եւ խողովակ մղելու թեմաներ կան, որով պետքա մեր գործընկերները ավելի շատ, քան թե մենք զբաղվենք։ Այս 3-ի իրագործումը, դա արդեն խաղաղություն է։
Պատկերացրեք, մենք Ադրբեջանով ենք գնում գալիս, Ադրբեջանը Հայաստանի տարածքով է գնում գալիս, գնացքները անցնում գնում են եւ այլն, դա խաղաղություն է։ Եվ իհարկե մենք շարունակելու ենք աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ եւ մյուս հարցերի ուղղությամբ, իմիջայլոց։ Մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, մենք չենք մոռացել անհետ կորած մեր եղբայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ։ Մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծել, որովհետև ադրբեջանցի գտնվելու վայրը անհայտ անձանց իրենք միայնակ չեն կարող առանց մեր աջակցության հայտնաբերել, մենք էլ չենք կարող առանց իրենց աջակցության հայտնաբերել։ Եվ այստեղ համագործակցությունը նաև ոչ միայն խաղաղության ինստիտուցիոնալացման, այլև ընդհանրապես այդ ծանր եւ հակամարտության էջը փակելու շատ կարեւոր մի փուլ է, որտեղ մենք շահագրգռված ենք։ Մենք այդ տպավորությունը երբեմն տպավորությունը թե ասենք գոնե մեր մասով մենք ինչ որ բաներ գիտենք չենք ասում, շատ դժվար է, ժամանակներ են անցել եւ այլն, շատ դժվար է երբեմն, բայց մենք պետք է գնանք լիարժեք համատեղ աշխատանքով այդ բոլոր խնդիրները լուծենք։ Սահմանազատումները պետք է տեղի ունենա։ Էլ չեմ ասում երկկողմ առևտուրը, որը զարգանում է եւ որը նաեւ խաղաղության շատ կարեւոր հենասյուն է։ Եվ ես հույս ունեմ, որ այդ ուղղությունը, ոչ թե հույս ունեմ, համոզված եմ, որ այդ ուղղությունը կզարգանա։ Նկատի ունեմ, մենք ճկուն պետք է առնենք, այնպես չի որ այ մի հարց կա, ամեն ինչ կախված է մի հարցի հետ։ Իհարկե, հնարավորինս լայն ճակատով ինստիտուցիոնալացումը լավ է, եւ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք։ Շնորհակալություն, Արմեն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մեր հարցազրույցների ընթացքում դուք նաև անդրադարձել եք հայկական ապրանքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցմանը։ Այսօր հուսադրող է, որ փաստորեն ունենք տենդենսներ, երբ հայկական արտադրանքը որոշակիորեն արտահանվում է Եվրոպական միության երկրներ, որքանով են դրանք համապատասխանում չափանիշներին եւ արդյոք սա սիմվոլիկ չէ, այլ կարող է լինել շարունակական եւ գնալով ընդլայնվել։ Երկրորդ հարցս վերաբերում է գազի գնի թանկացման հավանականությանը, դա հավանական է համարում թե ոչ եւ թանկանալու դեպքում ունենք համապատասխան ծրագրեր, միջոցառումներ այլընտրանքի առումով։ Գիտեք, ես կառավարության նիստում այսօր էլ անդրադարձա, որովհետեւ մենք 8 տարի անդադ խոսում ենք ստանդարտների մասին, ապրանքների արտադրության ստանդարտների մասին, եւ այն ընկերությունները, որոնք այս ընթացքում մեր աջակցության ծրագրերից օգտվել են, մեր խորհրդորներին, խնդրանքներին ականջալուր եղել են, իրանք խնդիր չեն ունենալու, որտեղ իսկապես անսահմանափակ շուկաներ կան, բայց մենք դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ի հետ մեր գործերը բան ենք անում, ամփոփում ենք կամ փակում ենք։ Նախ ԵԱՏՄ-ի շուկաներ կան, որոնք մենք նորմալ մուտք մինչև այս պահ չենք ունեցել, ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո, Ղազախստան, Ղրղզստան, հսկայական շուկաները, որտեղ մենք շատ սիմվոլիկ արտահանումներ ենք ունեցել տրանսպորտային սահմանափակումների պատճառով։ Հիմա Ադրբեջանով տրանսպորտային հնարավորությունը բացվել է, եւ սա նոր հնարավորություն է Հայաստան-Ղազախստան երկկողմ առևտրաշրջանառությունը, առևտուրը զարգացնելու, նույնն էլ վերաբերում է Ղրղզստանի։ Եվրամիության ուղղությամբ Թուրքիա Ախալքալակ-Կարս երկաթուղին բացվել է Հայաստանի համար։ Հիմա երկկողմ առևտուրը Թուրքիայի հետ դե յուրե արձանագրվել է, հիշում եք, նախկինում ուրիշ սխեմաներով էր արվում։ Այսինքն սրանք բոլորը հնարավորություններ են։ Ռուսաստանի Դաշնության հետ էլ մենք եղբայրաբար, բարեկամաբար, համբերատար կքննարկենք այնքան առանց վիճաբանությունների մեջ մտնելու, առանց բանի, առանց նյարդի, հանգիստ հանդարտ կխոսանք, կքննարկենք եւ կկարգավորենք այն հարցերը, որոնք պետք է կարգավորվեն։ Գազի գնի թանկացում, մենք պայմանագիր ունենք, պայմանավորվածություններ ունենք, ընդ որում երկարաժամկետ պայմանագիր եւ պայմանավորվածություններ ունենք։ Ես դժվար եմ պատկերացնում այդ պայմանագիրը, կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի, դա շատ այսինքն պայմանագրային գործելակերպ չի,
Բայց ամեն դեպքում մենք բնականաբար բոլոր սցենարներն են նայում ենք, որպեսզի միշտ ենք նայել բոլոր սցենարները, որտեղ էլ եմ ասում, այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն։ Ես 8 տարի երկու անգամ այս խոսակցությունների մեջ եմ։ Եվ ԵԱՏՄ-ում են անընդհատ այս խոսակցությունները կապված սահմանափակումների հետ, ֆիտոսանիտարիայի հետ, նույն բանի հետ կապված տեսչական այցերի հետ եւ այլն։ Այսինքն դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է։ Մենք եւ ես ասում եմ, որ ընտրություններից հետո կվերադառնամ աշխատանքի։ Հիմա ԵԱՏՄ-ի աշխատանքներին լիարժեք ներգրավեմ եւ բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկեմ։ Շնորհակալություն Մզեն։ Պարոն Փաշինյան, վերադառնալով կրկին շնորհավորանքին Ռուսաստանի նախագահի, ոչ միայն նրանք չեն շնորհավորում, այլ նաև Ռուսաստանից հնչում է տեսակետ, որ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ճնշումներ են եղել եւ ընտրություններում կեղծիքներ են տեղի ունեցել։ Եթե Պուտինը շնորհավորի ձեզ եւ չճանաչի Հայաստանի ընտրությունները, ինչ փուլ է սկսվելու հայ-ռուսական հարաբերություններում, ավելի լարվելու է հարաբերությունները։ Դուք հիմա ասում եք, որ մենք առանցնյարդի բոլոր խնդիրները Ռուսաստանի հետ քննարկելու ենք, բայց Ռուսաստանը կարծես թե պատրաստ չի առանցնյարդի եւ առանց շտապեցնելու քննարկել Հայաստանի հետ բոլոր խնդիրները։ Ինչ կլինի օրինակ, եթե Ռուսաստանը չճանաչի ընտրությունները, եւ երկրորդ հարցը, դուք նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեցիք, որ կգնաք ԵԱՏՄ, կնայեք ձեր գործընկերների աչքերի մեջ, փաստերը կդնեք սեղանին եւ ամեն ինչ կքննարկեք։ Ինչ փաստեր եք դնելու սեղանին եւ ինչ մտահոգությամբ եք գնալու ԵԱՏՄ։ Դեք ես 8 տարուց ավել արդեն աշխատում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, ով հենվում է փաստերի եւ փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփորձենք փարատել, ոչ մի խնդիր չկա եւ կշարունակենք աշխատել։ Ինչ վերաբերվում է փաստերին եւ փաստարկներին, մենք երկու ձևաչափ ունենք, որին ես եմ մասնակցում, բայց նաեւ ունենք ձևաչափեր, որ գործընկերներն են մասնակցում։ Միջկառավարական խորհրդի նիստերին ԵԱՏՄ ես եմ մասնակցում եւ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին եմ ես մասնակցում, այդ ձևաչափերով շարունակելու ենք մեր աշխատանքը։ Դե գիտեք, այդ ինչ նշանակում չճանաչեն ընտրությունները։ Ընտրությունները չճանաչեն, նախ ինստիտուցիոնալ մակարդակով պետք է կա անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն եւ Ռուսաստանի ինստիտուցիոնալ բանը, ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու այդ դիտորդական առաքելությունն է, դիտորդական առաքելությունը իր եզրակացությունը տվել է, ներառված է եղել նաեւ Ռուսաստանի Դաշնության դիտորդները։ Այսինքն մնացածը արդեն ռիտորիկայի հարց է, որը կքննարկենք։ Շնորհակալություն, հաջորդած հանրայնայինը եւ վերջին։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ինչպես եք պատկերացնում Գյումրիում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, եթե ձևավորված ավականին շարունակում է իր աշխատանքը, ինչ իրավական սցենարներ կան Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար եւ դիտարկել եք այն սցենարը, որ սահմանադրական դատարանը կարող է ընդունել ընդդիմության հայտը Հայաստան դաշինքներ պատրաստվում դիմել սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը Հայաստանում բարձրագույն դատական ատյանն է, այսինքն բարձր դատարանն է։ Այսինքն ես ինչ մեկնաբանեմ սահմանադրական դատարանի գործունեությունը եւ հնարավոր որոշումները ես չեմ կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերվում է Գյումրին, նախ ես ուրախ եմ, որ արդեն այն ինչ որ ասել եմ Գյումրիում արդեն իրականացվում է, որովհետեւ երեք ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին հարցրի, ասեց, որ արդեն մի քանի փողոցների հիմնանորոգումը կամ միջինորոգումը սկսվել է, անկախ ամեն ինչից, ես էլ ինչպես հայտնել եմ, ես Գյումրիում անձնական պատասխանատվություն եմ վերցնում անկախ նրանից դիմի հարթությունում ինչ խնդիրներ ինչպես կլուծվեն, դա ուրիշ հարց է, այսինքն ես քաղաքական դիրքորոշում եմ արտահայտել իրավական մնացած ընթացակարգերը արդեն պետք է նայենք, ես այս պահին պատրաստ չեմ կոնկրետ սցենար ներկայացնել, բայց պատրաստ եմ ներկայացնել մի սցենար, որ այնտեղ որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Գյումրին այդպեսին չի կարող լինելու, որ դա ողբերգություն է ինձ համար անձնական եւ խայտառակություն։
որտեվ երբ որ անի թաղում ասում ես քարոզարշավ է անում, ես շատ ծանր ապրումներով եմ այդտեղ քարոզարշավ արել, որովհետև ես տեսածին ուղղակի չէի հավատում, թե ոնց կարա այնպես լինի, որ այն երկրում, որտեղ ես 8 տարի վարչապետ եմ, կարա լինի քաղաք, որ այդ վիճակում է։ Չկա երկրորդ քաղաքը հանրապետությունում, որ լինի այդ վիճակում։ Չկա պարզապես, հասկանում եք։ Էջմիածին այդ վիճակում չի։ Նա ինչ նկատի ունի։ Նա ինչ չէ, ես ուրիշ բան նկատի ունեմ։ Հիմա Էջմիածնում կարող են լինել տեղեր, որտեղ ինչ որ խնդիրներ կան, բայց այնուամենայնիվ աշխատանքը եւ աշխատանքի դինամիկան դու տեսնում ես, որ ամեն այցից մի հատ էլ փոփոխություն, մի հատ էլ փողոց, մի հատ էլ նրբանց, մի հատ էլ լույս, մի հատ էլ դուռ, մի հատ էլ պատուհան, իսկ Գյումրիում այդպես չի։ Գյումրիում ուղիղ հակառակն է։ Եվ եթե հանկարծ կառավարությունը այս ընթացքում էլ չաներ, այն ինչ որ արել է, ընդհանրապես աղետի գոտին շատ մեղմ հասկացություն կլիներ Գյումրիի համար։ Բայց ես ասում եմ, որ անկախ նրանից թե եւ ես հասկանում եմ, որ 8 տարի իմ վարչապետության օրը քաղաքային իշխանությունները զբաղված են եղել միայն սաբոտաժով։ Ես ուրիշ բացատրություն չունեմ, որովհետեւ էլի քաղաքն համայնքներ կան, որտեղ կան ընդդիմադիր քաղաքապետեր։ Գնացեք նայեք, քանի միլիարդի սուբվենցիոն ծրագիր ենք մենք միլիարդների սուբվենցիոն ծրագիր ենք մենք հաստատել։ Մենք սուբվենցիաները չենք կապել երբեք։ Մենք ասել ենք, մենք քաղաքապետի կամ վարչապետի կամ կառավարության համար չենք անում դա։ Մարդկանց համար ենք անում։ Ծաղկում են այդ թվում են քաղաքները, որտեղ ընդդիմադիր բաներ կան, քաղաքապետեր կան։ Բայց Գյումրիում իմ ընկալումն է նա, որ հատուկ կոռուպցիոն սաբոտաժ են արել, որ վերջում երևի մարդկանց էլ այդ լուրերը տարածեն, թե բանը վարչապետը, չգիտեմ, սենցա նեղվածա կամ նեղացա, դա անհետ է։ Եվ շնորհակալ եմ Իմիջայլոց գյումրեցիներին, որ Գյումրիում մենք 50+, չէ, 50+ ձայն ենք ստացել, եւ շնորհակալ եմ, որ այս ուղերձները եւ պարզաբանումները առնվազն մեծամասնության կողմից ընկալվել են եւ ելի եմ ասում, ես ավելի հաճախ եմ այցելելու Գյումրի, որպեսզի աչքովս տեսնեմ, մյուս տեղերն էլ իհարկե ավելի եմ աչ։ Միջայլոց ասեմ ես, նախորդող շրջանի հետևություններից մեկը դա է, որ դուք էլ մենք էլ պետքա պատրաստ լինենք, որ ավելի քիչ է լինելու կաբինետային աշխատանքը եւ ավելի շատ է լինելու համայնքներում, բնակավայրերում, մարդկանց հետ շփումներում աշխատանքը եւ իմիջիալոց դրանից էլ սկսելու ենք։ Մենք առաջիկայում կանենք մարզային այցեր, որը կլինի հետեւյալ ձևաչափով դահլիճային շատ շրջել ենք, հիմա անհրաժեշտ է այցերը ամփոփել, բնականաբար կառավարության ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ, բայց նաև վարչական ղեկավարներ, ես ուզում եմ համաձայնեցված ցանկ ունենամ յուրաքանչյուր բնակավայրի առաջին 3 ամենահրատապ առաջին 3 խնդիրների վերաբերյալ եւ ես ուզում եմ այդ խնդիրները ունենամ վարչական ղեկավարի ստորագրությամբ, որ ինքը հաստատի, որ դա ժողովրդի հանրության բնակիչների հետ քննարկման հարց է եւ դրանք բնակավայրի առաջնահերթություններն են, որովհետեւ այս ընթացքում ես եղել այլ եղանակներով փորձել եմ ճշտել այդ խնդիրը լուծելն ենք, հետո գնացել են մարդիկ ասել են սրա փոխարեն այս անեիք ավելի ճիշտ կլիներ։ Հիմա ես ուզում եմ համոզվեմ, որ բոլոր բնակավայրերը, այսպես ասած, ինձ մոտ ունեն վկայականներ, որտեղ ստորագրությամբ նշված է, որ առաջին 3 խնդիրը սրանք են։ Ընդ որում մենք աշխատելու ենք հետեւյալ մեթոդաբանությամբ։ Այդ երրակից մի խնդիրը լուծվեց, դառան 2 նոր խնդրով լրացնելու հնարավորությամբ, այսինքն 3 խնդիր ենք վերցնում։ Մեկը լուծվեց, 2-ը մնաց, իջև այն 2-ի լուծմամբ զբաղվում ենք, եւս մի խնդրով լրացնում ենք, հետո այսպես հերթականությամբ այդ խնդիրները կթարմացվեն եւ կլուծվեն։ Համեն դեպս հարգելի գործընկերներ, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում մեր ինչքան ժամանակ այս ձևաչափով մենք աշխատում ենք եւ մի քանի ամիս մենք բնականաբար կշարունակենք, եթե դուք ուզում եք, եթե չեք ուզում չենք շարունակի։ Կշարունակենք այս ձևաչափով աշխատանքը եւ նաեւ իհարկե հասկանում եմ, որ տարբեր իրավիճակներ են լինում, լարվածություններ են լինում, լարված երկխոսություններ են լինում, կոշտ արձագանքներ են լինում, բայց ես ունեմ բոլորդ հասկանում եք, որ որևէ մեկի նկատմամբ որևէ անձնական հարց բնականաբար չի եղել եւ չկա եւ չի լինելու եւ բնականաբար ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաեւ երաշխավորում եմ Հայաստանում մամուլի ազատությունը եւ դա ինձ համար սկզբունքային հարց է։ Մենակ հա, իմիջայլոց ասեմ, մենք հիմա հետեւյալը կանենք, մենք
համընդհանուր հայտարարման համակարգով նաև հնարավորություն կտանք, որ հայտարարող քաղաքացիները որոշում կայացնեն 3 կատեգորիա հասարակական կազմակերպություններ, կուսակցություն կամ լրատվամիջոց իրանց այդ հայտարարումից որպեսզի ֆինանսավորում ուղղեն, ընդ որում սկզբից չենք անի 3-ն էլ, սկզբից կանենք կամ, հետո արդյունքները կտեսնենք, իհարկե միջնաժամկետում կբացենք եւ, այսինքն կախված համընդհանուր հայտարարման համակարգից, որպեսզի նաև եւ ես ընդունում եմ հետեւյալը, որ մենք պետք է կուսակցությունների գործունեության թափանցիկության խնդիրը ֆունդամենտալ լուծենք, բոլոր կուսակցությունների, ներառյալ քաղաքացիական բոլորի առանց բացառությամբ եւ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության հարցը լուծենք, բայց նաեւ մենք պետք է ապահովենք, որպեսզի եւ կուսակցությունները եւ լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները իրենց շահառուներից, այսինքն ընթերցողից, հանրությունից ֆինանսավորվելու հնարավորություն ստանան եւ դա նաեւ ձեր առաջին հանձնարարությունն է, որ մենք այդ մեխանիզմը կզարգացնենք։ Շնորհակալ եմ։